Շնորհակալություն քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ներկայացրենք մեր դիտարկումները իհարկե զեկույցի լրամշակման ժամանակահատվածում եւ ինչպես գործընկերները նշեցին, դրանց մեծ մասը ընդունվել են, ինչի համար շատ ուրախ ենք, սակայն այսօր գործընկերս կանդրադառնա այն դիտարկումներին, որոնց որ անդրադարձ չեղավ եւ փորձենք ներկայացնել դրանցով մեր արձագանքը։ Մեր դիտարկումները կներկայացնի արտադրության նախարարության խորհրդականը Մարիամ Չիխյանը։ Ինչպես գործընկերս ներկայացրեց ինձ, ես Մարիամն եմ, արտադրության նախարարության խորհրդական։ Նախ շնորհակալ ենք զեկույցի ներկայացման համար եւ առաջարկները միանշանակ հաշվի կառնում են նաեւ հաջորդ թիվ մշակվող ռազմավարությունների մշակման աշխատանքներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս զեկույցին, մենք իհարկե արդեն իսկ գրավոր ներկայացրել ենք մեր առաջարկները, ուստի դրանց շատ մանրամասն անդրադարձ չեմ կատարի, կցանկանամ ուղղակի մի քանի խումբ դիտարկումներ ներկայացնել զեկույցի վերաբերյալ։ Նախ կցանկանամ անդրադառնալ իրազեկման աշխատանքներին, այս մասով պետք է նշեմ, որ կային գործողություններ, որտեղ որ մենք փաստացի կատարել ենք աշխատանք եւ մշակել ենք որոշակի իրազեկման նյութեր, այդ թվում պաստառներ եւ տեսաձայնագրություններ, սակայն դրանք տվյալ մեր կողմից հրապարակող հաշվետվության հրապարակման պահին եղել են վերջնականացման փուլում եւ դեռևս չեն հրապարակվել, ուստի այս մասով մենք գնահատել ենք մասնակի կատարված, սակայն մշտադիտարկման զեկույցում դրանք գնահատվել են չկատարված։ Պետք է նշեմ, որ դրանք իրենցից պարունակում են հսկայածավալ աշխատանքներ, մենք նախապես պլանավորում ենք, թե ինչպիսի իրազեկման աշխատանք պետք է իրականացնենք, աշխատում ենք այլ կազմակերպությունների հետ, այդ թվում մարքեթինգային, նախագծում ենք օրինակ պաստառը եւ վերջնականացնում ենք նոր դրանք հրապարակում, ուստի եթե մենք ունենք արդեն իսկ մշակված պաստառ, նախարարության չափանիշների հաշվառմամբ դա գնահատվում է մասնակի կատարված։ Հաջորդ թիվ գործողությունների մասով մենք ունենք ուղեցույցների մշակում, հաշվետու տարվա ընթացքում մենք ունեցել ենք երկու ուղեցույց, մեկը վերաբերում է ատելության, խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների եւ խտրականության հիմքով հանցագործությունների վերաբերյալ հանցագործությունների քննմանը, այս մասով մենք մշակել ենք պաստառը եւ նույնիսկ ունեցել ենք վերապատրաստում համապատասխան մարմինների ներկայացների համար, քննիչների, դատախազների եւ դատավորների համար եւ նաեւ ուղարկել ենք շահագրգիռ մարմիններին, որոնց կողմից ներքին կարգով իրենց մոտ շրջանառվել է։ Այստեղ մենք արդյունքային ցուցանիշ որպես այդպիսին գործողությունների ծրագրով ունենք նախատեսված, որ այն պետք է ընդունվի ներքին իրավական ակտի տեսքով, սակայն արտահայտության նախարարությունը որպես գործողության հիմնական կատարող իր կողմից բոլոր գործողությունները կատարել են, ներկայացրել են եւ դրանք շրջանառվել են, ուստի արդյունքը ապահովվել է եւ հասանելի են դարձվել ուղեցույցները, այս մասով նույնպես մենք գործողությունները գնահատել ենք մեր մասով կատարված։ Մյուս խումբ գործողություններին անդրադառնալով կուզեի նշել, որ նախագծերի մշակման մասով, երբ որ մենք նախագիծը մշակում ենք եւ ներկայացնում ենք արդեն իսկ կառավարությանը վարչապետի աշխատակազմ, որից հետո այն պետք է քննարկվի համապատասխան նախարարական կոմիտեում, մենք գործողությունը գնահատում ենք կատարված, որովհետեւ մեր կողմից մեր իրավասության շրջանակներում բոլոր գործողությունները արդեն իսկ կատարվել են, նախագիծը մշակվել է եւ ներկայացվել է կառավարությանը։ Եվ այս մասով նույնպես մենք ունենք անհամապատասխանություններ մեր հաշվետվության եւ մշտադիտարկման զեկույցի միջև։ Եվ նաեւ այնտեղ իհարկե սա մի փոքր տեխնիկական է, բայց կային գործողություններ, որոնցով մշակվել էր մեկ ընդհանուր նախագծերի փաթեթ եւ դրանց գնահատումը նույնպես մշտադիտարկման զեկույցում տարբերվում էր, խոսքը մասնապես, եթե չեմ սխալվում, վերաբերում պետական турքի մասին նախագծին։ Եվ վերապատրաստումների մասով իրավամբ նշվեց, որ որոշ մասնակիցների մասով չի կատարում գիտելիքների ստուգում, սակայն մենք լրացուցիչ ներկայացրել ենք հրակատարողական ծառայողների մասով եւ պրոբացիայի ծառայողների մասով, որ մենք ունենք հաստատված հրաման եւ դրանով իրականացում ենք գիտելիքների ստուգում։ Մենք ունենք նաև գործողություններ անհայտ կորած անձանց մասով, որով նախատեսվում էր մշակել նախագիծ, այդտեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել գործողությունների ծրագրում եւ սկզբում դա եղել է պաշտպանության նախարարության իրավասության ներքո, հետո տեղափոխվել է արտահայտության նախարարության եւ եթե մենք ավելի ճիշտ գնահատենք, ոչ թե ունենք 60 գործողություն, այլ 59, որովհետեւ երկու գործողությունը նույնանում են եւ ինչ վերաբերում է արդեն արտահայտության կողմից կատարված աշխատանքներին, պետք է նշենք, որ կատարողական ցուցանիշը նախագծի մշակումն էր եւ նախագիծը մշակվել է եւ 2025 թվականին նույնիսկ այն արդեն շրջանառվել է եւ ներկայացվել է հանրային քննարկման։
Այստեղ հարց հնչեց Լեռնային Ղարաբաղի մասով կադաստրային տվյալների լրացման մասով, իհարկե սա վերաբերում է ներքին գործերի նախարարության իրավասությանը, բայց որպես տեղեկատվություն նշեմ, որ կադաստրային տվյալները լրացվել են արդեն իսկ։ Երևի թե ընդհանուր առմամբ դիտարկումները այսքանն էին, մնացած ավելի մանրամասն դիտարկումներ մենք ներկայացրենք եւ հուսում ենք, որ հաշվի են առնվել եւ հրապարակված զեկույցի երբ որ տեսնենք, մեր դիտարկումները նույնպես դրանց մեջ կլինեն։ Շնորհակալ ենք մեզ հետ համագործակցելու համար եւ արդարադատության նախարարությանը մասնակից դարձնելու զեկույցի մշակման գործընթացում։ Ողջունում եմ բոլորին, ես ներկայացնում եմ Աղթուր իրավունքների պաշտպանի աշխատակազմը Մերինե Մամիկոնյան, հետազոտական փորձագիտական եւ կրթական կենտրոնի ղեկավարը։ Հետազոտական փորձագիտական եւ կրթական կենտրոնը հիմնականում նաեւ պաշտպանի աշխատակազմում, այսպես ասած, համակարգում է պաշտպանի ռազմավարական փաստաթղթերում ներգրավվածության աշխատանքները։ Երևի թե նախ եւ առաջ պետք է նշեմ, որ ռազմավարական փաստաթղթերով հիմնականում Աղթուր իրավունքների պաշտպանը հանդես է գալիս որպես համակատարող մարմին եւ հիմնական պատասխանատու մարմին չէ գործառույթների համար, բայց պետք է նաեւ նշեմ, որ ռազմավարական փաստաթղթերը պաշտպանի հաստատության կողմից միանշանակ շատ կարևորվում են ու նաև կարևորվում են հասարակական կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքները ու միանշանակ չեմ լռի եւ կասեմ, որ աղելի մեծ աշխատանք է կատարվել ձեր կողմից ու զեկույցը մենք ուսումնասիրել ենք բնականաբար նաև գրավոր դիտարկումները կներկայացնենք, բայց պետք է նաև նշեմ, որ դիտարկումները այդքան էլ մեծ չեն, որովհետեւ նաև ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ հիմնականում փաստացի կատարման մակարդակն է առավելապես դիտարկվել ձեր կողմից, ոչ թե ֆորմալ առումով։ Մեր տեսանկյունից պետք է նշեմ, որ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների 95%-ում գրեթե մեր կողմից ներգրավվածություն եղել է։ Հիմնականում մեր ներգրավվածությունը, այսպես ասած, ներառված է իրազեկման աշխատանքների, կրթական ծրագրերի ու նաև օրենսդրական փոփոխությունների մշակման այդ process-ում մեր կողմից ռազմավարական փաստաթղթերի շրջանակներում ներգրաված օրենսդրական ակտերի մեծամասնությանը ներկայացվել է կարծիք, որում ներկայացվել են մեր դիտարկումները, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել կամ ներկայացվել է մեր դիրքորոշումը, օրինակ դրական, որ X փաստաթղթի նախագծի վերաբերյալ մենք դիտարկումներ չունենք, որովհետև մարդու իրավունքների հիման վրա չափանիշները պահպանված են։ Մենք ռազմավարական փաստաթղթում ներառված նախագծերից կարծիքներ ենք ներկայացրել ատելության խոսքի ավելի մեղմ տեսակների հետ կապված պատասխանատվություն նախատեսելու առնչությամբ նախագծի վերաբերյալ, նաև Ակցիո Պոպուլյարիսի առնչությամբ պետտուրքի ու մի շարք այլ նախագծերի վերաբերյալ ենք ներկայացրել կարծիքներ, նաև փաստացի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կատարել է մի շարք աշխատանքներ իրազեկման հետ կապված, չեմ նաև վարանի նշել, որ գրեթե բոլոր ոլորտներում այդ իրազեկման աշխատանքները մեր կողմից կատարվել են, սկսած զինված ուժերից, վերջացրած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներով ու այստեղ ես կուզենայի նշել, որ ցավոք իմ արդարադատության նախարարության գործընկերն նշեց, որ ձեր զեկույցում նշված են որոշակի աշխատանքներ, այսպես ասած մասնակի կատարված կամ չկատարված, բայց դրանք 2025 թվականի ընթացքում են կատարվել կամ ավելի լայնածավալ փոփոխությունները գործողության կատարման մակարդակում տեղի են ունեցել 2025 թվականի ընթացքում, օրինակ հենց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հետ կապված վերջերս փաթեթի հետ կապված մեծ փոփոխություններ տեղի ունեցան եւ հուսանք այս տարվա ընթացքում կընդունվեն այդ փոփոխությունները։ Ես մի քանի ուղղակի ոլորտներ կնշեմ, այսպես ընդհանրական խոսելուց զատ, որ մեր կողմից կատարված աշխատանքները բավականին լայնածավալ են եղել, իրավահավասարության ապահովման հետ կապված 2024 թվականի ընթացքում եւս մեր կողմից այդ ադվոկացիան տարվել է օրենքի ընդունման հետ կապված, մենք ինքներս բազմաթիվ աշխատանքներ ենք իրազեկման կատարել, սկսած աշակերտներից վերջացրած այլ ոլորտի դերակատարների համար, նաև մասնակցել ենք հանրային քննարկումներին, ազգային ժողովում ենք մասնակցել իրավահավասարության ապահովման մասին օրենքի քննարկմանը եւ ներկայացել ենք մեր դիտարկումները ու նաև ոլորտի միջազգային դերակատարներին ենք ներկայացել
ոլորտում առկա խնդիրները ու օրենքի շուտապույտ ընդունման անհրաժեշտությունը։ Իրավահավասարությունից բացի զինված ուժերում իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք աշխատանքներ ենք կատարել։ Սա ներառում է սկսած Պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի ենթակայության ստորաբաժանումներում այցերի ընթացքում պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների հետ առանձնազրույցները, քննարկումները, իրենց իրավունքների վերաբերյալ նաեւ ծառայակիցների միջև փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորելուն ուղղված քննարկումներ են տեղի ունեցել, նաեւ բռնությունը կանխարգելելուն ուղղված քննարկումներ եւ անհատապես եւ ավելի լայնածավալ մասնակցությամբ, նաեւ քննարկումներ են ունեցել Ազգային ժողովում զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խոշտանգումների ոլորտում եւս մի շարք աշխատանքներ ենք տարել, սկսած քրեակատարողական համակարգից վերջացած զինված ուժերում կրկին զինված ուժերով ու դրա շրջանակներում էլ կրկին իրազեկման աշխատանքներ ենք մի շարք իրականացրել, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում եւս աշխատանքները մեծ են եղել, կոնկրետ 2025 թվականի ընթացքում եւս մեծ իրազեկման արշավ ենք սկսել ուսումնական հաստատություններում երեխաների իրավունքների վերաբերյալ եւ շուրջ 10 կարծես թե 15 դպրոցներից աշակերտների ենք հյուրընկալել մեր աշխատակազմ, որտեղ խոսվել է երեխաների իրավունքների վերաբերյալ, նաև խոցերի վիճակում գտնվող երեխաների իրավունքներին ենք անդրադարձ կատարել։ Բացի դրանից նաև մարզային այցերի ընթացքում մշտապես բարձրացվել են այդ հարցերը ու նաև այցեր են տեղի ունեցել մարզային ուսումնական հաստատություններ, որտեղ եւս հանդիպումներ են տեղի ունեցել երեխաների իրավունքների նախընչվող հարցեր քննարկելու նպատակով։ Երևի թե այդքանը, ուղղակի պետք է նաև նշեմ, որ չնայած նրան, որ որոշակի գործողություններ նախատեսված են եղել օրինակ 2024 թվականի ընթացքում ավարտելու համար, բայց դրանք կատարված չեն եղել, բայց դրա հետ մեկտեղ ունենք նաև գործողություններ, որոնց վերջնաժամկետը նախատեսված է եղել 2025 թվականը, բայց 2024 թվականի ընթացքում են դրանք կատարվել։ Երևի թե առավելապես պետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ վերապատրաստումները կամ կրթական այդ process-ները, որոնք որ իրականացվում են, դրանց ցուցիչները երևի որոշակի ինչ-որ փոփոխությունների պետք է ենթարկվեն, գնահատելու նպատակով ավելի, այսպես ասած, բովանդակային առումով գործողության ստացված լինելը, ոչ թե քանակական առումով, բայց երևի թե այսքանը, եթե ինչ-որ հարցեր լինեն, ընթացիկ կպատասխանեմ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ձեր դիտարկումները ներկայացնելու համար, ուղղակի մեկ դիտարկման պատասխան եմ, դուք ասացիք, որ որոշ գործողություններ, որ 24 թվականին էր նախատեսված, 25-ին արդեն իրականացվել է, ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, մենք իրականացրել ենք 23-24 թվականների, 24 թվականի վերջով կատարողականների մշտադիտարկումը, բնականաբար, որ մյուս տարի արդեն 25 թվականը դիտարկել, նաև կանրադառնանք նրանց, որ կատարվել են 25 թվականի, սա որ սխալ ընկալում չլինի, նաև տեղեկացնեմ, որ արդեն հրապարակվել է 3 մշտադիտարկման զեկույցը, մեր կազմակերպության պաշտոնական կայքում դրված է և կարող եք գտնել, մենք իհարկե էլեկտրոնային նամակով նաև բոլոր դերակատարներին կուղարկենք հղումը պաշտոնապես, այժմ բացենք քննարկման համար, խնդրեմ բանից դալիճից ձեռք բարձրացնել, ովքեր ես հավաքագրեմ պարոն Աստակեսյան, դուք էլ ցանկացողներ կա դիտարկումներ, եթե չկան, արդեն 2 հոգի ունենք, Սուզաննային խոսքը փոխանցենք ու հետո պարոն Աստակեսյան ձեզ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ անդրադարձի համար, հարգելի գործընկերներ։ Մենք, այո, ժամկետի մասով արդեն պարոն Զադոյան նշեց, ես հիշում եմ դուք ունեիք տեսանյութ, որ պիտի 3 լինեին, 2-ը հրապարակվել էին 1 այս տարի։ Մենք ամեն դեպքում նշում արել ենք, որ թեև նախատեսված էր, ճիշտ է, դա ընդհանուր գնահատականի վրա չի ազդել
որովհետև այլ կոմպոնենտներ էլ կային, նշումը արվել է, որ 25-ին է հրապարակվել, բայց դիտարկման հատվածում ընդունվել են այն բոլոր գործողությունները, որոնք 23-24-ին էին նախատեսված եւ իրականացվել են։ Ես ուզում եմ մենք ճիշտ պատկերացնենք մեր մոտեցումները հանրային իրազեկման արշավների մասով։ Գուցե ձևակերպման խնդիր է, եթե ռազմավարությամբ նախատեսված լիներ հանրային իրազեկման նյութերի հրապարակում, իհարկե մենք այս դիտարկումը չենք անի, բայց եթե մենք նախատեսում ենք հանրային իրազեկման արշավներ, Մարիանան մի փոքր ներկայացրեց, ես ավելի մեծ ներկայացնեմ, որ պատկերացնենք զուգահեռականներ անցկացնենք։ Դուք հիշեք նախորդ տարի, երբ սկսվեց ազդարարման համապետական արշավը, դրա շրջանակներում կար հանրային իրազեկման արշավի իրականացման կոմպոնենտ, ու երբ որ մենք ասում ենք արշավ, նկատի ունենք ոչ թե նյութի շրջանակներում քննարկել մասնագետների հետ, մարքետոլոգների հետ, այլ թիրախ դարձնել հիմնական խմբերին, դպրոցներ, ուսանողներ, թիմեր, չգիտեմ, պետական մարմիններ ու մի քանի խումբ գործողություններ արվեն, չսահմանափակվի միայն 2 րոպեանոց օրինակ տեսաձայնագրությամբ, այլ լինեն կոնկրետ տեսանյութեր, լինեն ուսուցումներ, լինեն առանձին ինչ-որ քննարկումներ, բանավեճներ, հատկապես եթե մենք խոսում ենք երեխաների իրավունքների մասին, այնտեղ մեծ կտոր ունենք հանրային իրազեկման մասով, բռնի տեղահանվածների մասով չկար գործողություն, բայց օրինակ դա կարելի է դիտարկել հաջորդի շրջանակներում, այսինքն արշավ ասվածը մեզ համար դրանք համալիր գործողությունների միավորում է։ Դուք օրինակ ունեիք նախատեսված հանրային իրազեկման նյութեր, մենք իհարկե այդ մասով չենք կարող դիտարկում ասել, որտեղ նախատեսել եք 2 նյութը հրապարակել եք, բայց արշավը, ու դա միայն մեր կարծիքը չի, դա նաև բխում է այն ստանդարտներից, որոնք հենց այդ քարոզ արշավ ասվածի համար են ներդրված, այսինքն ես ուզում եմ, որ մենք այս տարանջատումը մոտեցման հարցում, որպեսզի ավելի հստակ լինի։ Նախագծերի մշակման մասով դուք նշեցիք ուղարկում եք կառավարություն եւ դրանով ոնց որ դուք համարում եք կատարված, բայց ինչ է լինում, եթե կառավարությունը ուղարկում է լրամշակման համար, ու մի շարք գործողություններ կառավարությունը ուղարկել է լրամշակման համար, այսինքն լոկ փաստը, որ մուտք է արվել կառավարություն, խմբի կողմից չի դիտարկվում կատարված այն մասով, որ կամ հետ է ուղարկվել լրամշակման մասով, այսինքն դեռ գործողությունը կատարված չի ամբողջությամբ, կամ այդ գործողության ցուցիչը, ստուգման միջոցը կառավարության կողմից հավանություն տալու որոշումներ, այսինքն եթե անգամ չի եկել լրամշակման համար, բայց չկա կառավարության որոշում, որ ընդունվել է ազգային ժողով ուղարկելու նպատակով, դա չի դիտարկվել ամբողջությամբ կատարված։ Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը վերապատրաստումների մասով, մենք հատուկ դա նշեցինք նախարարի հրամանը, որ այս 2 խումբ ծառայողների մասով դա կարգավորված է։ Ինչ վերաբերում է պաստառներին, նայեք, օրինակ մենք կար այնտեղ գործողություն, որ պիտի պաստառները հարմարեցված լինեն տեսալեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար, բայց երբ որ խորանում ենք կատարողականի նկարագրի մեջ, բոլոր պաստառները նույն կրիտերիայով արված են, այսինքն որպես այդպիսին հատուկ առանձնացված չեն այն անձանց համար, ովքեր ունեն տեսալեսողական խնդիրներ։ Ստացվում է, որ այս մի կոմպոնենտի մասով ամբողջական չի կատարված։ Սա ուզում եմ ներկայացնեմ, որ նաև հասկանաք, որ մեր նպատակը ոչ թե ուղղակի ասել մասնակի է կատարվել կամ չի կատարվել, այլ որ ցուցիչով հստակ ուղղակի նայվել է օբյեկտիվ պատկեր տալու համար։ Իմ մասով այսքանը ուզեցի դիտարկումներին անդրադառնալ ներկայացնել։ Մովսես Արեստակեսյան, տնտեսական իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ։ 2 տարի եղել եմ կառավարման խորհրդի նախագահ։ Պարոն Զադոյան, շնորհակալություն այս քննարկումը կազմակերպելու համար, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 23-28 թվականի ռազմավարական պլանի մաս էր նաև այս մշտադիտարկման անցկացումը, տեղեկացնեմ լսարանին, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իր ռազմավարական պլանում նախատեսել է բազմաթիվ այսպիսի ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման իրականացնում, առանց որևէ ֆինանսական ապահովման, պարզապես հասարակական կազմակերպությունների ռեսուրսների ու փորձագետների ջանասիրական աշխատանքի արդյունքում։ Դրանցից մեկը նաև այսօրվա ներկայացումն է, շնորհակալություն ներկայացողներին, ամբողջական ներկայացնելու ռազմավարության կատարման ընթացքը 23-24 թվականներին, շնորհակալություն Արդարադատության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մեկնաբանությունների համար, թույլ տվեք մի 2 մեկնաբանություններ ես անեմ։ Ինձ շատ անհանգստացրեց, որ
4 ոլորտ կատարումը 0 էր դիտարկված։ Դա ինչ է նշանակում։ Նաև քանակական էր, թեկես։ Ուրեմն իմ ընկալումն էր սխալ, ես կասեմ, որ ոլորտի մասն էի խոսում։ Այդուհանդերձ միջև ես ներկայացնեմ իմ տեսակետը նաև հարց կուղեմ։ Ինձ շատ անհանգստացրեց խտրականության, իդեպ մի բան էլ ասեմ, վերջերս Եվրոմիության ֆինանսավորման մեր կազմակերպությունը իրականացրեց նաև ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդարադատության ոլորտի բյուջեի եւ վերլուծություն եւ մոնիտորինգ, որի շրջանակներում մենք առանձին կազմակերպությունների առումով դիտարկումներ կատարեցինք նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքներին, թե դրանց որակական ցուցանիշների, արդյունքային ցուցանիշների մշակմանն եւ թե դրանց կատարման ընթացքին մշտադիտարկման ընթացքում կարելի է նաև մեր զեկույցի մեջ տեսնել դրանց վերաբերյալ որոշակի արձագանք։ Դրանցից մեկ օրինակ վերաբերում է եւ ինձ շատ անհանգստացրեց, որ խտրականության եւ իրավահավասարության իրավունքի ուղղությամբ աշխատանքները թեկուզ որակական առումով գնահատվել է 0, Իմ ընկալումը դա է, կարող է սխալ եմ, բայց համենայն դեպս կա խնդիր։ Տիկին Մամիկոնյանը տեղյակ է, որ միջև այդ շնորհակալություն արդարադատության նախարարության եւ ՄԻՊ-ի աշխատակազմին այդ մոնիտորինգը, որ շատ լավ կառուցողական երկխոսության շրջանակում իրականացրեցինք։ Բավականին առաջարկություններ ենք ներկայացրել, իրանք ընդունել են իրաց բյուջետային հայտերում ներկայացրել են բյուջետային հայտերը, մենք հիմա ելի կշարունակենք իրար հետ աշխատել։ Այդուհանդերձ մնացել է չլուծված մի քանի հարցեր, որոնք ես 3 օր առաջ Եվրոխորհրդի որոշման միջազգային համաժողովի ժամանակ մարդու իրավունքների ներկայացրեցի Տիկին Մանասյանին, փաթեթը Անժելիկայի մոտ է նաև խորհրդականի, եւ խնդրել ենք փոխանցել ձեզ Տիկին Մամիկոնյան, դա վերաբերվում է խտրականության եւ իրավասարության կարևորագույն մի խնդրի Հայկային օրենսգրքի 159 եւ 160 հոդվածների վերաբերյալ։ 2024 թվականի հունիսին հակակոռուպցիոն կոալիցիայի որոշմամբ նամակ են քղել ձեզ քննարկելու դրա սահմանադրականությունը եւ ներկայացնել սահմանադրական դատարան առ այսօր պատասխան չկա։ Խախտվել է մարդկանց իրավահավասարության իրավունքը այդ օրենքի 159-60 հոդվածների իրականացմամբ եւ խտրականություն է դրսևորվել պաշտպանելով բարձր եկամուտներ ունեցող անձանց իրավունքները ի հաշիվ ցածր եկամուտ ունեցող եւ ոչ վարկունակ անձանց հաշվին։ Երկրորդ խնդիրը վերաբերվում է նաև իհարկե 23-24 թվականի մեջ չի մտնում, բայց պետք է ասեմ, որովհետև այդ խնդիրը ձեզ բոլորին վերաբերվում է եւ կխնդրեմ Տիկին Մամիկոնյան անպայման ուշադրություն դարձեք, ես դատի եմ տալու Երևանի քաղաքապետարանին, դա աղբահանության վճարի մասին ոչ իրավաչափ հակասահմանադրական խտրական ավականու որոշման մասին է խոսքը։ Արդեն 3.5 ամիս է նամակ ուղարկել ենք ձեզ, դրա պատասխան չկա, բայց քաղաքացիները, երևանցիները ենթարկվում են տուժգանքի եւ տույժի պատասխանատվության եւ խաթարվում են մարդու իրավունքները։ Դա էլ արդար դատաքննության մասով, այդ ոլորտի մասով։ Չէ, հիմա էլ արդար դատաքննության մասով է, էլ ասեմ ու վերջացնեմ։ Ինչպես Երևանի քաղաքապետարանը, այնպես է որոշ կազմակերպություններ խաթարում են մարդկանց ազատ խոսքի իրավունքը եւ ազատ արտահայտած մտքերը այնպես ինչպես մեկ-մեկ ես եմ արտահայտում, նաեւ այսօր արտահայտեցի, դրա համար դատի են տալիս քաղաքացիներին, դատի են տալիս, թեև ես վերջում այդ երկու դատը շահել եմ, բայց 2.5 տարի տանջվել եմ հասարակական միջոցներում ծախսել, որպեսզի ապացուցեմ, որ ես ճիշտ եմ քննադատել։ Յետողությամբ արդար դատաքննության իրավունքը չի պահպանվում եւ ես տեսա ձեզ մոտ դա գնահատված է ինչ-որ մաստակի։ Ես չգիտեմ գնահատումը ինչպես է, այդուհանդերձ ձեզ կխնդրեմ, պարոն Զադոյան, որ պրեզենտացիան նաև ուղարկեք մեզ, զեկույցը մենք կարդանք այգում, բայց պրեզենտացիան շատ հետաքրքիր է, ուսանելի է գնահատումներ իրականացնելու համար, մենք նույնպես կօգտագործենք մեր կազմակերպության գործունեության մեջ։ Շնորհակալություն։ Ես մի այսպիսի հարց եմ, մենք այսօր շատ լսեցինք քանակական, որակական ոնց որ ինդիկատորների չափման հետ վերաբերյալ եւ այլն, այս իհարկե շատ հետաքրքիր էր, բայց
մի օրինակի վրա ուղղակի օրինակը բերեմ, որ պարզ լինի ինչ եմ ուզում ասեմ, հա, օրինակը կրթական իրավունքի հետ կապված ասվեց, որ որակական ազդեցությունն է չափվել եւ գնահատվել է իրականացված, որովհետեւ դեռ ոնց որ որոշման մեջ նշված է, որ պիտի գնահատվի ուսուցիչների գիտելիքի աճը։ Սա իրապես որակական ոնց որ ինդիկատոր է, բայց իմ կարծիքով ինքը միևնույնն է դեռ մնում է գործողության մակարդակում, հետաքրքիր կլիներ ընդհանրապես նման ոնց որ մեծ եւ թերևս հարցս ավելի ոնց որ ձեզ չի ուղղված այլ արտադրության նախարարությանը, այսինքն ինդիկատորները դնելիս նաեւ դնել ոչ թե գործողությունը գնահատելու համար, այլ իր ավելի բարձր մակարդակներում ոնց որ վերջին արդյունքը գնահատելու, որովհետեւ միևնույնն է, այսինքն եթե ուսուցիչը զուտ դասընթացից հետո մենք գնահատեցինք, որ իր մոտ գիտելիքի աճ է տեղի ունեցել, այդ շատ լավագովելի է, բայց դեռ չի նշանակում, որ օրինակ ինքը մտնելու է դասարան եւ օրինակ, չգիտեմ, ասենք դիցուկ, եթե բուլինգի մասին է եղել տրեյնինգը, այսինքն ինքը այսուհետ կարողանալու է տեսնի, կանխատեսի եւ այլն։ Ինձ թվում է մարդու իրավունքների ռազմավարության ասենց այս լուրջ գործիքի քննարկման համատեքստում ոնց որ այդ գործողությունները գնահատելու մակարդակից մի քանի մակարդակ վերև պիտի բարձրանանք, հասկանալու իրապես այն քաղաքացու վրա ազդեցության որակական ցուցիչ է, էլի, որովհետեւ ոնց որ sense մի տեսակ ստացվում է, որ գործողությունների մակարդակում ենք, շնորհակալություն։ Ինչեւ վերջ դա չեն կարողացել լուծել, որ հասկանան գործողության մակարդակի արդյունքը, խնդրի մակարդակի արդյունքը, ու ազդեցության մակարդակի արդյունքը, այսինքն կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ արդյունքների մասին է, ինչպես դրանք տարբերակեն, ինչ ցուցիչներով դրանք կարողանան գնահատել, ինչ ժամկետ են, քանի որ մեր ընդհանրապես խնդիրը գալիս է մեր ռազմավարական պլանավորումից, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 2 տարի առաջ ես այդ հարցը բարձրացրեցի, վարչապետը ասաց, որ կմտածի, հետո տարբեր պատճառաբանությամբ ասին, որ կառավարության ծրագիրը 5 տարի է, մենք դրանից ավել պլանավորում չեն կարողանալ։ Խնդիրը հենց երկարաժամկետ պլանավորման մեջ է, ես կարծում եմ, դա ընդհանուր քաղաքականություն է, որ երկրում պետք է փոխվի, որտեղ մեր մոտ ամեն ինչ միջնաժամկետ պլանավորման է, պլանավորման ընթացքում է, ու մենք չենք կարող երկարաժամկետ արդյունքներ ակնկալել միջնաժամկետ պլանավորված փաստաթղթով։ Խնդիրը հենց համակարգային է ու այստեղ է, ու քանի որ դուք ասացիք, որ արտադրության նախարարության ներկա չինեք, խնդրեմ փոխանցել միկրոֆոնը։ Շնորհակալություն, Տիկին Բարբակազը իրականում շատ կարևոր հարց բարձրացրիք, ինչպես Տիկին Կարապետյանը եւս իր ելույթում նշեց, այս համար դա եւս առաջնային խնդիր է, որպեսզի որոշենք, թե իրականում ինչ ցուցիչ պետք է սահմանել ռազմավարության համար եւ ինչպես պետք է դրա գնահատումը իրականացնել։ Նախորդ համակարգման խորհրդի նիստին դա եւս քննարկել ենք եւ մենք հաջորդ նիստը նաեւ նախատեսում ենք ավելի ընդլայնված կազմով անել, նաեւ միջազգային գործընկերներին հրավիրել եւ կարծում եմ հենց այդ նիստի շրջանակներում էլ դա կարող ենք քննարկել, ինչպես օրինակը բերվեց նաև իրազեկման միջոցառումների վրա, մենք անում ենք իրազեկումները, բայց վերջին արդյունքում մենք չենք իմանում, թե օրինակ այն անձը դիտել է օրինակ տեսահոլովակը, նրա վարքագիծը ինչքանով է փոխվել եւ այլն, ուստի այս տեսանկյունից շատ կարևորում ենք նաև այս ցուցիչների միասին որոշումը, ինչ վերաբերում է ռազմավարական պլանավորմանը, ներկայումս մենք գտնվում ենք այն փուլում, որ անցում է կատարում ավելի պրոֆեսիոնալ ռազմավարական պլանավորման կարողությունների զարգացման աշխատակիցների մասով եւ արդեն իսկ որոշակի վերապատրաստումներ իրականացվել են արտադրության նախարարության աշխատակիցների մասով եւ դրանք շարունակական բնույթ են կրելու, որովհետեւ մեր ռազմավարությունները արդեն 2025 թվականներին ավարտվում են եւ մյուս ռազմավարությունների շրջանակում արդեն մենք պետք է դասեր քաղենք այս ռազմավարություններից եւ արդեն բաժշտ ռազմավարական պլանավորման շրջանակներում ունենանք միջոցառումներ, որոնք իրատեսական են եւ կարող ենք արդեն առաջարկել այդ ռազմավարությունների շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Ես մի դիտարկում ասեմ, տեսեք, երբ որ հանրության կարողությունների, վարքագծի փոփոխությանն է գնում, դրա չափման գործիքը հիմնականում հեծանիվ պետք չի հնարել, դա հասարակական հարցումներն են։ Եվ այդ առումով էլ մենք առաջարկել ենք, որ Հայաստանը պետք է ունենա այդ կարողությունը, հակակոռուպցիոնի մասով ենք ասում, որ Հայաստանն ունենա, որտեղ դուք գիտեք, միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց գործիքները ունեն, անում են, ու Հայաստանը պետությունը
չպետք է սպասի, որ մի հատ ինչ-որ միջազգային կազմակերպություն թեկուզ շատ հեղինակավոր, ինքը փող տա, ինքը իր մեթոդաբանությունը տա, այնտեղ մի քանի հարց մտցնեն մեր մասով։ Դա մեկը կիսատ պռատ լուծումներ է։ Մեր խնդիրներն է, որ մենք այդ հասարակական տրամադրությունները չափող կառուցակարգերը ունենանք։ Հենց ունենանք այդ գործիքները կչափեն, այսինքն նոր հեծանիվներ պետք չի հորինել, որտեղ մենք մեկը չենք կարող հիմա չափենք այդ ազդեցությունը, թե այս հաղորդումը կամ տեսանյութը ոնց փոխեց վարքագիծը, որովհետև այդ գործիքը չենք օգտագործում չափելու։ Հիմա խնդիրը նա է, որ մենք պետք է համ ռազմավարությունը համակարգային պլանավորենք երկարաժամկետ, մենք պետք է այն սովորում ենք, բայց անգլոսաքսերը փայլուն դա անում են, նույն անգլիացիները, ամերիկացիները իրանց երկարաժամկետ ռազմավարություններով, 50-60 տարի, իրանց միջնաժամկետներն է արդեն մեր երկարաժամկետներից 20-25 տարով միջնաժամկետ պլանավորում են իրականացնում։ Դրա համար սա լուրջ խնդիր է, սա արդեն կառավարության խնդիրն է, սա մեր քաղաքական ուժերի խնդիրն է, որ պետք է այդ կառուցողական չափով, ձևաչափով գնան։ Տեսեք, մենք այսօր ԶԼՄ-ներին շատ հրավեր ենք տվել, ինչի ԶԼՄ-ները չեն գալիս, որովհետև մեր ԶԼՄ-ները իրականում մենք անկախ ԶԼՄ-ներ չունենք, հա, ունենք ԶԼՄ-ներ, որոնք այս կամ այն խմբերի շահերն են արտահայտում, ու իրանք գնում են այնտեղ, որ պետքա լուսաբանեն։ Հիմա տեսեք մարդու իրավունքների քաղաքականությունն է ստեղ, ամենակարևոր խնդիրներն է, բայց իրանք կգնան մի հատ պաշտոնյայի կտեսնեն ու կսկսեն բուլինգ անել կամ հակառակը այն մյուս լրատվամիջոցներն է ոչ պաշտոնյային, հա, ընդդիմադիրին, այսինքն մենք համակարգային խնդիրներ ունենք ըմբռնման հասկացողության կարևորը երկրորդականից տարբերակելու, հա, նույնիսկ մենք անդադ ասում ենք, այս օլիգարխին է, բայց այդ օլիգարխները շատ են, տեղական են, Ռուսաստանի են, Ամերիկայի օլիգարխ է, չէ, մենք ասում ենք Ամերիկայի օլիգարխի կողմից ֆինանսավորված լրատվամիջոցը պոպուշ է, այդպես բան չկա, ինչ տարբերություն, որ օլիգարխն է, Ռուսաստանի օլիգարխն է, թե ամերիկացի, թե տեղական, մեկը ինքը իր բիզնես շահերն է տանելու առաջ։ Այսպես լիքը խնդիրներ ունենք, խնդրեմ։ Ես ճիշտ ասած ստիպված եմ վերադառնալ նախորդ հարցի մի փոքր շեղվել, որպեսզի պարոն Արստակեսյանի խոսքը արձագանք չմնա։ Ես գիտեմ, որ մեր աշխատակիցները եւ նաեւ ես ձեզ հետ բազմիցս մենք զրուցել ենք տարբեր հարցերով, այդ թվում ձեր կողմից վերջին շրջանում բացատրված հարցի առնչությամբ ես չեմ ուզենա, որ բովանդական եւ ընդհանրակարգային առումով մենք սահմանադրական հարցեր այստեղ քննարկենք, որովհետեւ շատ թեմայից կշեղվենք, իհարկե նաեւ կուզենամ ձեզ հետ խոսել քննարկման ավարտից հետո, բայց նախ շնորհակալ եմ, որ շատ հետևողական եք ձեր կողմից բարձրացված հարցերի հետ կապված։ Երկրորդներ, մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք, որոշակի նաև եզրահանգումների ենք եկել, լուծումների տեսանկյունից էլ այն լուծումը, որը որ դուք եք բարձրացնում, կարծում եմ դա ամենաարդյունավետ տարբերակը չի, մենք դրա մասին հետո կխոսենք, կարծում եմ։ Ինչևէ, շնորհակալ եմ նաև այստեղ այդ հարցը բարձրացնելու համար, նաև մարդկանց ուշադրությունը այդ հարցի ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից։ Մարիամ Ավագյան, այստեղ կռունկ Արցախահայերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն, բայց ես նախ եւ առաջ մի քանի հարց ռազմավարական ցուցիչների առումով խոսում եք երեխաների իրավունքների մասին, դրա պաշտպանության մասին, ես ուզում եմ հասկանալ, որն է երեխայի իրավունքը, եթե դուք նրան դնում եք մի այնպիսի կենսամիջավայրում, որտեղ լինելով նաև իր տարիքային իմունային դիմադրողական համակարգով, նաև իր հասակով պայմանավորված է, գետնից որքան է բարձր, դուք նրան դնում եք բացարձակ թունավոր միջավայրում եւ արդյոք ռազմավարության ցուցիչների մեջ մտնում է երեխայի առողջ կենսամիջավայրի խնդիրը, թե պարզապես այնտեղ ծնողների կամ ուսուցիչների ինչ-որ պահվածքի միայն հարցերն եք արձածում, որքանով իրոք դուք միտված եք մշակելու այնպիսի ռազմավարական ցուցիչներ, որ ապահովենք երեխայի կյանքի իրավունքը։ Ինչ վերաբերում է հետևյալին,
անվտանգային նաև ցուցիչ մտնում է ռազմավարական մշակման մեջ նույն երեխայի իրավունքների կյանքի անվտանգության հարցով։ Ես ստիպված եմ եղել մի 2 ամիս առաջ դիմել քաղաքագլխին եւ էկոլոգիական հարցով եւ ապաստարանների հարցով, շատ տարօրինակ ընթացք ստացավ մեր նամակագրությունը եւ վերջի պահին, երբ որ ես հստակ արդեն ձևակերպեցի, որ խնդիրը սա է, ինձ պատասխանեք, ես որևէ պատասխան չեմ ստացել, որտեղ նման քաղաքական իրավիճակում երեխաներին զրկել ապաստարաններում պատասխանելու իրավունքից, ես կարծում եմ, որ մենք ռազմավարական առումով մեծ խախտում ենք անում։ Նույնը իհարկե ընդհանուր առմամբ մարդու իրավունքների։ Հաջորդ պահը, որ ուզում եմ ես բարձրացնել, իհարկե մարդու իրավապաշտպանին, նախկիններին, ներկաներին, ինչքան դիմել ենք մեր խնդիրները չլուծվեցին, նորից մարդու իրավունք, որքան երկար կարող է մարդը, փախստական մարդը, որին զրկել եք փախստականի կարգավիճակ եւ ճակերտների մեջ շնորհել եք Հայաստանի քաղաքացիություն, պետք է մնա առանց բնակարան։ Խնդիրը բազում անգամներ բարձրացվել է որպես մարդու իրավունքի խնդիր, բայց փոխանցվում է սոցապին, սոցապը այսպես լղոզելով, ես վերջերս ստիպված եմ եղել սոցապի մի շարք պատասխաններ մի փաթեթով հետ ուղարկել վարչապետին, ասել դուք էլ հետազոտեք ձեր սոցապի տված պատասխանները։ Այս առումով հիմա եթե վերադառնանք ներկա արցախահայերի իրավունքներին, արդյոք դուք կարծում եք, որ այն որոշումները, որոնք ընդունվում են Արցախից փախստականների սոցիալական իրավունքների ապահովման, ես քաղաքականին չեմ խոսում արդեն, որքանով դրանք ցուցիչ են մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցադրումների համար, կարծում եմ սա ավելի այլ հարթակում, ավելի մասնագիտացված քննարկման թեմա է եւ հատկապես որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներով մասնակիցներ են, կարծում ավելի արդյունավետ կլինի։ Մեր մասով բարձրապես նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը փորձել է հասցեագրել տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությունը եւ բնականաբար ցուցիչների հիմքում ընկել են հենց այդ խումբ անձանց իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանության նկատառումները եւ երեխաների պաշտպանության մասով երեխայի լավագույն շարունակ առաջնորդվել։ Իհարկե տարբեր խնդիրներ դեռևս առկան եւ դրանք կարծում պետք է հասցեագրվեն կոնկրետ դեպքերի նույնիսկ։ Շնորհակալություն։ Տիկին Ավագյան, շնորհակալություն ձեր այդ հարցերի, կարևոր հարցերի բարձրացման համար։ Մի տեսակ գիտեք ինչ է, մեր ռազմավարական փաստաթղթերը եւ մեր իրական կյանքը մի քիչ իրար անհամապատասխան են։ Միգուցե մենք այդ արագ արձագանքման հնարավորություններ պետք է ունենանք այդ փաստաթղթերում։ Իրոք մեր կողքը պատերազմ է ու երեխաների համար ամենակարևոր իրավունքը իրանց կյանքի իրավունքն է ու այդ ապաստարանների թաքնվելու, պաշտպանվելու կարողություն, հնարավորություն ունենալը շատ կարևոր է, դուք շատ կարևոր հարցեր եք բարձրացնում, ես իմ բացման խոսքում ասացի նաև բնակարանների, մարդիկ պետքա ծածկ ունենան գլխի վերևում ու պետքա այդ իրավունքը իրանց հարգվի ու դա լինի ռազմավարական ուղղություն։ Ես կարծում եմ, որ մեր ցանցն էլ, որի անդամ եք դուք, հետևողական կլինի այս հարցերը հասցեագրելու պատկան մարմիններին կառուցողական, մասնագիտական ձևաչափում առանց ավելորդ էմոցիաների դրանք քննարկել եւ նաեւ պետության հնարավորությունների սահմաններում դրանց լուծումները գտնել եւ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօրվա այս մեր գնահատման կարևոր միջոցառմանը մասնակցելու, երկխոսելու, խնդիրները վերհանելու եւ հուսով ենք սա արդյունք կտա նաեւ այդ քաղաքականությունը մշակողներին, բարելավողներին ավելի լավ ելակետեր ունենա դրանք բարեփոխելու համար